Վեդի անունը նախորդ շաբաթվա ընթացքում մեր լրահոսում ամենահաճախ հանդիպողներից էր։ Դրա պատճառն նա հասարասուր դեպքն է։ Օրեր առաջ Badawian News-ը գրեց, որ Վեդիում տեղի է ունեցել մանկապղծություն։ Ենթադրյալ մանկապիղծներն ազատության մեջ են, չնայած որ կա հարուցված քրեական գործ եւ պատշաճ քննություն չի տարվում։ Տաքսը վարորդը տանում էր երեխաներին տատիկի տուն, բերում էր։ Այնից եմ վախենում, երևի որ անկախ հենց կաղա հարցակում։ Իրաց բարեկամները։ Մանկապղծության զոհերը երկու անչափահաս քույրեր են բազմազավակ անապահով ընտանիքից։ Մեղադրյալները Վեդիի բնակիչներ են 65-ամյա Դավիթ Այնազյանը եւ 58-ամյա Արթուր Երեմյանը։ Ասլա հոպարից կասեմ, ասլա չասես, քեզ կխեղդեմ։ Քույրերի շուրջ արտարոց process-ն առաջինը ֆիքսել է նրանցից մեկի դպրոցի աշխատակազմը։ Աղջիկներից մեկի հեռախոսին եկած ձայնային հաղորդագրությունները ցնցել են նրանց եւ սեփական փոքր հետաքննությունից հետո դպրոցի ղեկավարությունը փետրվարի 12-ին դիմել է իրավապահներին։ Նրանք 2 ամիս քննել են գործը, որին կցված է եղել տարբեր ապացույցներ, բայց մատնանշված տղամարդկանցից որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել։ Քննչական կոմիտեն բացրացած աղմուկից հետո հրապարակել է տեղեկատվություն, թե աղջիկներն իրարամերժ ցուցմունքներ են տվել։ Պատկերացնում եք, առերես հարցաքննություն են անում, դեմ դիմաց նստացնում են 15 տարեկան երեխուն, այն մարդու դիմաց են նստացնում, ումից ինքը սարսափում է։ Երեք ասել մեզ այդ մասին այդ երեխեն։ Ավելին, 2 ամիս անց քույրերից մյուսին առնչվող սեռական բռնության վերաբերյալ եւս մեկ դիմում է ներկայացվում ոստիկանություն։ Այս մեկի արդյունքում եւս ոչ մի շարժ։ Տաքսի շոֆերը այդ բեմուրազը դավոն կայնելա որ երեխուն քաշկրտե մցրելա ավտոն այդ հավաքարարը ավելով ձեռը երկրորդ օրը բռնելա ծեծելա երեխուն ձեռից առելա։ Փետրվարից գործը այսօր կանչում են ասում են եկեք հարցաքննության։ Երեք նոր մի հատ առերեսում են անում ապրիլի վարույթով։ Այդպես լինում է։ Չի լինում այդպես։ Մենք բոլորը ես 26 տարվա փաստարման եմ 27 տարվա, ուրեմն մենք մեր վարույթներում այնքան ենք տեսել քրեական գործեր, սենց գործերը բնականաբար հաճախակի չի լինում, չեն ուզեցել անեն։ Տարատեսակ արևմտյան մասնագետների կողմից թրեյնինգներ անցած քննիչներն այս գործի քննության ընթացքում արել են բոլոր հնարավոր սխալները, որոնք կարելի էր անել նման գործ քննելիս։ Իսկ ոստիկանության օպերատիվ բլոկի ոչ պակաս բարեփոխված աշխատակիցները ըստ էության չեն արել իրենց գործը։ Այն է, հավելյալ փաստերի հավաքագրումը եւ հնարավոր մեղադրյալներին տեսադաշտում պահելը։ Պատկերացրեք, որ երեխայի հայրը դրսում կանգնած է եղել, երեխայի հորը թույլ չեն տվել, որպեսզի մասնակցի որպես օրինական ներկայացուցիչ։ Քննիչները երկուսն էլ տղամարդ են, դատական բժիշկը տղամարդ է, երբ որ ես հարցնում եմ աղջիկ ջան, ինչի համար դատական բժշկի մոտ թույլ չես տվել, որ քեզ զննեն, ասում է ես վախեցա։ Կան կասկածներ, որ քննիչները միտումնավոր են այս գործը քննեցրել, այն կոծկելու համար։ Մի քանի օր տևած աղմուկից հետո ի վերջո հրաժարական ներկայացրին ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի մազային բարձրաստիճան պաշտոնյաներ։ Երեխաները հետազոտվել են, դրա մասին զուտ ելնելով երեխաների շահերից չեմ ուզում խոսեմ, բայց այն ինչը հայտնաբերել ենք սարսափելի է։ Սահմարկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ, որը ոչ թե մենք պետք է հավաքագրենք, այլ իրենք պետք է արդեն իսկ դրանք ունենան։ Այստեղ իհարկե հարց է առաջ գալիս, իսկ ինչ կլիներ, եթե աղմուկ չբարձրանար։ Ամենայն հավանականությամբ գործը այսպես ասած կջրվեր կգնար, եւ որ ամենահասարսուրն է, անչափահասների նկատմամբ սեռական բռնությունները կշարունակվեին։ Ոչ միայն այս դեպքը, այլև եթե կհիշեք, որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունենք եւ բազմաթիվ իրավիճակներ են ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում։ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել ոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում եւ Շիրակի մարզում։ Պարտադիր չի, որպեսզի գլխավոր դատախազը ազգային ժողովի ամբիոնից հայտնի, որ լինելու են խիստ խափանման միջոցներ, որպեսզի այդ օրվա երեկոյան մենք ունենանք համապատասխան մեղադրյալ, հանրային մեղադրանք, ունենանք կալանավորման միջնորդություն եւ մնացած գործողությունները։ Այդ գործառույթը պետք է իրականացնել հսկող դատախազը եւ նման նախաձեռնություն կարող է իրականացնել նաեւ քննիչը։ Դավիթ Այնազյանին ու Արթուր Երեմյանին մեղադրանքի առաջադրվել եւ նրանք կալանավորվել են։ Խնդիրն այն է, որ իրավապահների գործառույթը միայն տեղի ունեցած հանցագործությանն արձագանքելը չէ,
այս դեպքում հանրային մեծ ճնշումից հետո միայն։ Իրավապահների գործառույթն առաջին հերթին հանցագործությունների, ասենք մանկապղծության եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների կանխումն է։ Այդ հարցում իր պատասխանատվության բաժին ունի նաեւ սոցիալական ծառայության տարածքային կառույցը։ Սոցիալական ծառայությունների աշխատողները պետք է լինեն ավելի պրոակտիվ եւ ոչ թե զուտ իրականացնեն իրենց հայտնի դարձած տեղեկությունների գնահատում։ Նրանք պետք է փորձեն մտնել տուն, հետաքրքրվեն այդ ընտանիքի առանձնահատկություններով, երբեմն նաև երեխայի հետ ունենան առանձնազրույց, որպեսզի պարզեն այդ երեխայի իրական կարիքները։ Նման դեպքերում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ հոգեբանական ծանր ապրումների մեջ են գտնվում անչափահաս աղջիկները։ Այնինչ հենց սոցիալական ծառայության աշխատակիցները փետրվարին ոստիկանություն մուտք եղած հաղորդումից հետո տեղն ու տեղը պետք է օգնության հասնեին ընտանիքին։ Այստեղ մի խնդիր էլ կա՝ երեխաների հետագա վիկտիմիզացիան, երբ տեղի ունեցածի համար մեղադրում են հենց երեխաներին, թե բա ինչու միջև այս չէր խոսում, ինչու ուրիշներին չէր պատմում, ինչու չի պայքարել, ուրեմն մի բան կա։ Նույնիսկ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում անչափահասներին թիրախավորող ինտիմ մանրամասներ կան։ Բռնարարները երեխաներին ավելի հեշտ ձևով են կարողանում մանիպուլացնել, վախեցնել, որ դեպքի մասին չասի, կամ այնպիսի ներկայացնել, որ ոնց որ դու էիր մեղավոր, որ այսպիսի եղավ։ Շատ դեպքերում խաղարկում են այդ սցենարը, դու ուզեցիր, դու չէ, ոչ մի մարդ չի ուզում, որ իրան ենթարկեն բռնության, առավել եւս սեռական բռնության։ Ամենամեծ խնդիրն այն է, որ չգիտես, թե հաջորդ անգամ էլ որ համայնքում կարող է իրավապահ համակարգն անադեկվատ արձագանքել նման ահազանգին։ Գուցե նաեւ չլինի ահազանգ, քանի որ անչափահասները նման դեպքերում հաճախ ամեն ինչ գաղտնի են պահում մեծերից։ Շատ դեպքերում սկսում են երեխաներին չվստահել, մեղադրել, որ ստում է, նման բան չկա, չի կարող, ասենք, չգիտեմ, այսինչ մարդը իրանց հարևան, ով որ շատ բարի է, կամ չգիտեմ, ինչ որ ընտանիքի անդամ, որը շատ լավն է եւ այլն, նման բան անի։ Այդուհանդերձ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշ նշանների, որոնք սեռական բռնության ենթարկված լինելու պարագայում ցույց են տալիս անչափահասները։ Օրինակ, երեխա կա, որ սեռական հանցագործությունից հետո ինքը փոխում է անգամ իր հիգիենայի պայմանները։ Ինքը սկսում է չլողանալ, որպեսզի լինել անփույթ, որպեսզի լինի, չգիտեմ, ոչ հրապուր, եւ հակառակը երեխա կա, որ ինքը ամեն օրը մի քանի անգամ գնում է ցնցուղ ընդունելու, որպեսզի չակերտավոր մաքրի այդ կեղտը։ Սա շատ հետաքրքիր ամերիկյան պետական ռեսուրս է, որտեղ կա տեղեկատվություն բոլոր այն անձանց մասին, ովքեր ԱՄՆ-ում դատարանի վճռով ճանաչվել են մեղավոր սեռական բնույթի հանցագործությունների համար։ Պարզապես գրել եմ ԱՄՆ-ում ամենատարածված անուն ազգանունը Ջոն Սմիթ եւ բերել է բոլոր Ջոն Սմիթերին, որտեղ նշվում է նրանց հանցագործության տեսակը, ժամանակահատվածը, այլ ինֆորմացիա եւ այլն։ Կա կարծիք, որ սա կարող է լինել զսպող միջոց բոլոր այն մարդկանց համար, ովքեր նման հանցագործություններ կատարելու մտադրություններ ունեն։ Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։